Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակի եռյակում մշտապես իր տեղն ունեցած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողների ցուցակում չկա։ Ոչ թե որովհետև կոմբինատը շահույթ չի ունեցել, հարկ չի վճարել։ Հակառակը, խոշոր կանխավճար է տվել պետությանը ռոյալթի հարկատեսակի միջոցով։ Իսկ առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել կոմբինատի հարկերի մակարդակը հնարավոր չէ։ Ցուցակում չներառվելը այդպես է պարզաբանել ԶՊՄԿ-ն։ 2024 թվականի արդյունքներով հաշվարկված եւ վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 միլիարդ դրամի տարբերություն։ Ռոյալթին պետական բյուջե վճարվող փոխհատուցում է մետաղական օգտակար հանածոների օգտագործման եւ դրանցից ստացվող բարձր շահույթի դիմաց։ Պղինձ արտադրող ամենամեծ կոմբինատի տարածած հաղորդագրությունից հասկանում ենք, որ հանքը շահագործելու դիմաց անցած տարի պետությանը տված կանխավճարի մի մասը վերադարձրել է պետությունը, բայց մոտ 20 միլիարդ դրամ կանխավճար դեռ ունեն պետական բյուջեում։ Սա ուղղակի կոչվում է հարկային մամլիչ, սա կոչվում է պետական ռեկետ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ պետական շորթում է տեղի ունենում։ Կառավարությունը ճնշում գործադրելով ավել գումար է հավաքում բիզնեսից, հավանաբար բյուջեն լցնելու համար։ Պետությունը հորդորել է ճակերտավոր, որպեսզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավել հարկ վճարի։ Որևէ ռացիոնալ ընկերություն ժամկետից շուտ այնքան շատ հարկ չի վճարում, որ երկրորդ հարկատուից 24 թվականի տվյալներով 1000-ի մեջ նույնիսկ չներառվի։ Բյուջե 2024-ի տվյալով անցած տարի 8.9%-ով քիչ են հարկ հավաքել, քան նախատեսել էր ՊԵԿ-ը։ Այսինքն 223 միլիարդ դրամով պակաս գումար է մտել բյուջե։ Սա պայմաններում, որ առնվազն մի կազմակերպությունից այսքան շատ կանխավճար են գանձել։ Եվ այս ամեն ինչի խորապատկերի վրա իրենք ունեն ընդամենը 5.9% տնտեսական աճ։ Հիմա պատկերացրեք դա էլ չլիներ։ Հիմա պատկերացրեք պարտադրանքը տերմինալներով վճարումներ չանել։ 5.9-ին չերել մոտենա այս ամեն ինչը։ Դեռ չեմ խոսում, որ նաև այդ 5.9-ի մեջ են պարզ խուլիգանական աճպարարություններ ներկրման եւ արտահանման հետ ոսկու հետ կապված։ 4.1 միլիարդ դոլարի ոսկի է արտահանվել Հայաստանից, մինչդեռ այդքան ոսկի չի արտադրվել մեր երկրում։ Հակառակը, այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշի մասին վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից իմանում ենք, որ տնտեսական արժեք ստեղծող արդյունաբերության արտադրողականությունը նվազել է 18.5%-ով։ Ոսկին բերում են Ռուսաստանից, արտահանում են երրորդ երկրներ, Միացյալ Էմիրատներ, բայց դա դեռ քիչ է, իրենք ավելի մեծ արժեքով են արտանում եւ ցույց են տալիս, որ իբրև թե այդ արժեքը ստեղծվել է Հայաստանում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի հայտնում պետական գանձարան վճարած ավել գումարի չափը։ Պետեկամուտների կոմիտեի տարածած հարկատուների ցուցակում այլ հարկեր բաժնում տեսնում ենք, որ գրեթե 69 միլիարդ դրամ է վճարել կոմբինատը։ 2023-ի ցուցակի նույն տողում կրկնակի պակաս թիվ է նշված։ Մինչդեռ մեկ տարում հարկային բեռն այնքան չի ավելացել, որ տարբերությունը կրկնակի մեծ լիներ։ ԶՊՄԿ-ն գուցե միակ ընկերությունը չէ, որ ավել գումար է տվել Փաշինյանի կառավարությանը։ Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ դա միակ ընկերությունը չէ եւ ամենայն հավանականությամբ դա շատ շուտով կպարզվի։ Հարկային կանխավճարների այս պատմությունը պետական ռեկետ հիշեցնող առաջին դեպքը չէ ըստ պատգամավորի։ Առնվազն 3 խոշոր ընկերությունում բաժնետեր է կառավարությունը։ Մեր կուսակցությունը երբեք դեմ չի եղել պետական սեփականությանը, երբեք, որ պետությունը բաժին գնի ներդրում կատարի պետական ձեռնարկությունների մեջ, ինքը ձեռնարկություններ հիմնի, բայց ինչ որ կասկածելի նվիրատվություն Միջազգային ներդրողներն են կասկածելի համարում վերջին տարիներին տարբեր ընկերություններում Հայաստանի Հանրապետության բաժնետեր լինելը։ Կասկածելիների շարքում է Ամուլսարի հանքը շահագործելու իրավունք ստանալը։ Շուրջ 7 տարի ոչ այո էին ասում, ոչ էին ասում, մինչև Ամուլսարը 12.5% էլի չնվիրեց կառավարությանը։ Նույն խնդիրը Վիվասելի է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 21.9%-ի բաժնեմաս ունի կառավարությունը։ Հունվարին կոմբինատը որպես շահաբաժին պետական բյուջե է փոխանցել ավելի քան 33 միլիարդ դրամ։ Թերեզա Կադաևչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։